Ողջույն սիրելի հետևորդներ, շատերն ասում են ռևմատիզմ ունեմ, բայց իրականում ռևմատիզմը մեկ հիվանդություն չէ, սա հոդերի, մկանների և ոսկորների բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանում է։ Ինչպես տարբերակել ռևմատիզմը սովորական հոդացավից։ Ռևմատիզմի դեպքում առավոտյան կա կարկամություն, դժվար է շարժվել, մկանները կոշտացել են, հոդերը կարող են ուռել, կարմրել, տաք լինել։ Ցավը լինում է երկու կողմում, երկու ձեռք, երկու ոտք։ Ցավը երկար է տևում, ամիսներով, եղանակի փոփոխությունից ուժեղանում է։ Կարող են լինել նաև ջերմություն, հոգնածություն, թուլություն։ Սովորական հոդացավի դեպքում ցավը լինում է ծանրաբեռնվածությունից, իսկ հանգստից հետո լավանում է։ Եթե կա մշտական ցավ հատկապես ծնկներում, մեջքում, վզի հատվածում և տարիքի հետ ուժեղանում է, սա ավելի շատ մաշվածություն է կամ օստեոխոնդրոզ։ Եթե կա ճռճռոց, ծանրություն, ցավ եղանակից և ասում են աղեր են կուտակվել, սա հաճախ կապված է նյութափոխանակության խանգարման հետ։ Նման դեպքում միայն ցավազրկելը ճիշտ չէ։ Հոդերին պետք է աջակցել ներսից։ Օգտակար են օմեգան, մագնեզիումը, կալցիումը, կոլագենային համալիրը և հակաբորբոքային սնունդը։